Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Դիմում եմ այն մեր ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր տաղավարում է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, պարոն Մեհրաբյան, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր նոր տարին, ձեր բոլոր հարազատների նոր տարին եւ Աստված տա լավ նոր տարի ունենանք։ Շնորհակալ եմ փոխադարձ, ես էլ շնորհավորում եմ ձեզ այս առաջին հաղորդման առիթի համար էլ շնորհակալ եմ։ Երկրորդն է, բայց համարենք առաջինը։ Այս տարվա երկրորդ մեր զրուցակիցն եք եւ առաջին զրուցակիցն ձեր առաջի այցն է, այո։ Տաղավար ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան։ Պարոն Մեհրաբյան, եթերը սկսենք, քանի որ մեր ներքաղաքական դաշտում մի տեսակ անդոր է, կարելի ասել հարաբերական անդոր է, առանձնապես շատ իրադարձային վիճակներ չկան, երևի թե սկսենք Իրանում տեղի ունեցող իրողությունների վերաբերյալ ձեր եւ ձեր կուսակցության այսպես տեսակետները ճշգրտելուց, ըստ ձեզ ինչ է կատարվում հիմա Իրանում եւ ինչպիսի զարգացումներ է կանխատեսում։ Իրանում բարդ է ասել ինչ է կատարվում, որովհետեւ այնտեղ ասել քանի օր է ինտերնետ blackout է, ըստ էության, տոտալ։ Այո։ Եվ ստեղծված է այնտեղ մի անթափանց տեղեկատվական մի պահպջակ, որի ներսում ինչ է կատարվում, կարելի է միայն պատկերացնել։ Իսկ պատկերացնել կարելի է հենվելով նախկինի փորձի վրա, սովորաբար նման բան տեղի է ունենում, երբ տեղի է ունենում զանգվածային ջարդ։ Ինչն էլ դատելով այն կծկտուր տեղեկատվությունից, որ այնուամենայնիվ գալիս է, հենց դա էլ տեղի է ունեցել։ Իհարկե մեր տեսակետն այն է, որ Հայաստանի շահերից ուղղակիորեն է բխում, որ Իրանում իրավիճակը օր առաջ կայունանա, եւ երկրորդը, որ Իրանը իր խնդիրները միջազգային հանրության հետ օր առաջ լուծի, եւ երրորդը այն ողջ ներուժը, որը կա Հայաստան-Իրան համագործակցության, այդ ներուժը իրացնելու հնարավորություններ բացվեն, ինչը հիմա չկա հենց նշածս խնդիրների հետ, եւ իհարկե այն, որ Իրանը վերջացնի իր այս գաղափարական թշնամանքը Իսրայելի հետ, որը եւս խնդիր է մեզ համար, որովհետեւ այս ֆոնին Ադրբեջանը դիրքավորում է իրեն Իսրայելում որպես Իրանի հակակշիռ, ստանալով Իսրայելից սպառազինություն, որն էլ որպես ճնշման գործիք ներկայումս իսկ առաջ ուղղակի ուղիղ կիրառմամբ գործածում էր Հայաստանի դեմ, որպեսզի դրա, այսպես ասենք, հիմքերը վերանան։ Եվ հենց այստեղ էլ ուզում եմ նաև առիթից օգտվելով, քանի որ այս հարցն ենք քննարկում, Հայաստանը տարիներով իր գործած ռազմավարական սխալը պետք է ուղղի եւ Իսրայելի հետ այնուամենայնիվ շատ ավելի սերտ հարաբերություններ հաստատի, քան դա եղել է մինչ օրս, եւ դրա համար կան բոլոր հնարավորությունները, նաև արվում են որոշակի քայլեր այդ ուղղությամբ, ինչը միմիայն ողջունելի է։ Իսկ անխախտարելի խոչընդոտներ չկան, լավ տեղի եկաք շատ հայ-իսրայելական հարաբերություններին, որովհետև տեսեք, մինչև 44 օրյա պատերազմը կարծես թե որոշակի էլի այսպես մերձեցման քայլեր ոչ թե մերձեցման, այլ փոխհարաբերությունները այսպես բնականon հունի մեջ դնելու քայլեր արվել էին, բայց այդ ամենին հաջորդեց 44 օրյա պատերազմը, Իսրայելի ակնհայտ աջակցությունը Ադրբեջանին եւ որից հետո Հայաստանի դեսպանը հետ կանչվեց Իսրայելից եւ հարաբերությունների վիճակը նորից գնաց դեպի վատթարացում։ Ինչ պիտի արվի, որ բայց դա արդյունք էր տասնամյակներով ոչինչ չանելու ըստ էության եւ այն թողտվության
որի արդյունքում ստեղծվեց հարաբերությունների այն աղաղակող դիսբալանսը, որը մենք ունեինք Իսրայելի հետ հարաբերություններում, այն չհասկացվածության մթնոլորտը, որը կար երկուստեք, այն թյուրըմբռնումների, թյուրիմացությունների, որը նաև խորացվում էր ռուսական եւ ադրբեջանական ռոպագանդայի կողմից, ընդ որում Ռուսաստանի կողմից նույնիսկ այդ ամենը սնուցելուն ուղղված դիվերսիաներ էին կազմակերպում, ինչպես օրինակ հայոց ցեղասպանության եւ հրեական հոլոկոստի այդ միացյալ հուշարձանի բացման փորձը, ինչպես հրեական սինագոգի այսպես դռան հրկիզման փորձը, հա, դրանք բոլորն անում են Ռուսաստանից եկած մարդիկ եւ տեղեկատվությունը ժամեր անց հայտնվում էր ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ Հայաստանն էլ արդեն բաքվեցի հրեաների կողմից Հայաստանը ներկայացվում էր որպես հակասեմականությամբ այսպես ստոգորված մի երկիր, ինչը բոլոր առումներով ուղղակի իրականության հետ կապ չունի։ Մենք երբեք հակասեմիտ կարծես թե չենք եղել, չէ՞։ Հայկական մշակույթում հակասեմիտիզմը ուղղակի բացակայում է։ Իսկ հայկական միջավայրում հակասեմական այն մարգինալ դրսևորումները, որը կան, դրանք բոլորը բացառապես եւ բացարձակապես Ռուսաստան են։ Ռուսական ծագում ունեն եւ սնուցվում են ռուսական այն խորը հակասեմականությունից, որով այդ պետությունը դարերով տոգորված է, սկսած Իվան Գրոզնիից, այն 1903 թվականի այն Բեսարաբիայի պագրոմներից, որում հենց դրանից հետո այդ պոգրոմ բառը անցավ եվրոպական լեզուներ առանց թարգմանության։ Իսկ ցարական Ռուսաստանում ուղղակի ապարտեիդի համակարգ էր, կար նստակյացության սահման Ռուսաստանի ներսում պաշտոնական, որից ներս հրեաները առանց կրոնափոխության իրավունք չունեին բնակվելու։ Նման բաներ։ Էլ չեմ խոսում այն զազրելի դավադրապաշտական գրականությունը, որը կար Ռուսաստանում, ընդ որում նույնն էլ կար նաև հայերի հասցեին։ Փոխարքա Գոլիցինի օգնական Վելիչկոն նման գրքեր էր գրում հայերի մասին։ Եվ դա էլ հենց հանգեցնում էր նրան, որ հայերի եւ մուսուլմանների միջև էր թշնամանք հրահրվում ուղղակի պետականորեն Ռուսաստանի կողմից։ Այս ամենը շատ խորը մտածված կայսերական քաղաքականություն էր, բաժանիր որ տիրես տրամաբանության մեջ եւ դրա այսպես իներցիայի հետ մենք գործ ունենք, որը մենք պետք է Իսրայելի հետ համատեղ հաղթահարենք։ Իրանի հետ կապված իրողություններին վերադառնալով ինչ եք կարծում, բոլոր դեպքերում այս ամենը կհանգեցնի Իրանում վարչակարգի եւ ընդհանրապես գաղափարախոսական դրանով հանդերձ այս համակարգի կրոնապետական այդ համակարգի փոփոխությանը, թե ոչ։ Պատմականորեն անխուսափելիորեն կհանգեցնի։ Կանխատեսում եք, որ դա կլինի շուտով, բայց փաստ չէ, որ դա կլինի վաղը։ Պարզապես մենք պետք է ընդունենք, որ այն գաղափարաքաղաքական հիմքերը, որի վրա կառուցված է այս կրոնապետական քաղաքական ռեժիմը, այլևս սնանկ է եւ այդ սնանկացումը նաեւ տնտեսական է, այնպես ինչպես սովետներ, հա, այդ սովետական գաղափարախոսությունը սնանկ դարձավ սկզբից գաղափարապես, դե իսկ հետո էլ արդեն հանգեց նրան, որ երբ Գորբաչովը դարձավ պետության ղեկավար, նա բախվեց ուղղակի փողերի բացակայությանը։ Եվ այո, կարելի էր ճնշել դժգոհությունը, բայց այդ ճնշումը փող չի ավելացնում։ Լավ, 18 թվականին իրանական ռիալը 47-48 հազար ռիալ էր $1, հիմա 1.5 միլիոն։
այդ անցքը ասենք գնդացիրներով հնարավոր է լցնել։ Ոչ, ճնշել հնարավոր է, բայց կլցվի դրանից պետության գանձարանը միանշանակ ոչ։ Այստեղ պետք են քաղաքականության փոփոխություններ, այնպես ինչպես ստիպված էր դա անել Գորբաչովը, այսինքն դադարեցնել պատերազմը Աֆղանստանում, դադարեցնել երրորդ աշխարհին ֆինանսավորելը, հա, այն միլիարդավոր պարտքերը, որ հետո չեղարկեցին, թե Վարշավյան պակտը պահելը, այլ կոմունիստական ռեժիմներ պահելը, եւ վերջի վերջո հանգեցրեց նրան, որ Սովետը ընդունեց, որ այլևս սառը պատերազմում նա որևէ շանս չունի եւ գնաց, այսպես ասենք, լիցքաթափման, հա, եւ ռեֆորմների։ Ահա սա է, որ կարող է տեղի ունենալ։ Ի վերջո չմոռանանք Ստալինի մեռնելուց հետո 53 թվականից հետո մինչև Սովետի փլուզումը դրանք տարիներ էին ռեֆորմների անհաջող փորձերի, որոնք այդպես էլ ավարտվեցին ոչ մի բանով եւ արդյունքը եղավ այն, որ այդ համակարգը ուղղակի իր անկենսունակության հետևանքով կնքեց իր մահկանացուն։ Հիմա նույնը մենք տեսնում ենք Իրանի հետ իհարկե մոդիֆիկացված, նույն կրոնաքաղաքական այսպես հիմքով եւ ըստեյության այս փուլը գուցե եւ ոչինչ չփոխի այնտեղ, բայց այնուամենայնիվ այս հարցերը մնում են։ Ռիալը մնում է գերարժե զրկված, ինֆլյացիան երկնիշ, գործիքներ այդ իրավիճակը փոխելու տնտեսական չեն աշխատում, փաստարկներ էլ պետությունը չունի։ Հետևաբար Պատժամիջոցներն են առավելապես ըստ պատճառը։ Պատժամիջոցներն էլ, բայց ոչ միայն։ Թե վերջին նաև այդ 12 օրյա պատերազմը գուցե նաև։ Պատժամիջոցները, պատերազմը, նաև խայտառակ վատ կառավարումը, խիստ անարդյունավետ կառավարումը, ընդ որում թե քաղաքական, թե տնտեսական, կոռուպցիան, այնինչ Սովետում։ Նույն Սովետի պատճառներն են։ Սա շատ սովետական պատմություն է։ Մի քիչ էլ ռուսական, հա, այն գիտեք որ մասով մի անեկդոտ կա, չէ, որ տան հայրը գալիս է տուն եւ տնեցիներին ասում է, որ իրեն աշխատանքի վայրում ալկոհոլ օգտագործելու համար աշխատանքից հեռացրել են եւ տղան ասում է հիմա ինչ փաստորեն ստացվում է որ այլևս չես խմելու, ասում է չէ, ստացվում է որ դու այլևս չես ուտելու։ Այն մոտավորապես սա է։ Միլիարդներ գնացել է Հեզբոլլահի, չգիտեմ, Համասի, մեկի մյուսի վրա, հութիների վրա, զենքերի վրա, պրոքսիների վրա, Իսրայելի դեմ թշնամություն անելու վրա, մինչդեռ կոնֆլիկտը արաբա-իսրայելական է, այսպես փորձը ներկայանալու որպես արաբից ավելի արաբ եւ այլն, այսինքն անիմաստ ծախսեր, վատ կառավարում, արդյունքը այո սա է։ Արդյոք ավելի կենտրոնացված համակարգերը, ինչպես կյանքը ցույց է տվել, որոնք նաև փակվում են, իսկ Իրանը նաև փակ համակարգ է, այնտեղ շատ կոշտ պրոտեկցիոնիստական տնտեսություն է, դրանք այսպես ասենք փակուղային են ի սկզբանե։ Արդյոք ավելի լավ վարչակարգ կգա, եթե այս վարչակարգը հեռանա եւ մեզ համար եւ տարածաշրջանի համար եւ առած թե ոչ, թե ավելի վատ կլինի մեզ համար։ Այն որ ի վերջո 21-րդ դարում ենք ապրում։ Եվ տեղեկատվությունը թե աշխարհում առաջատար երկրները ինչպես են ապրում, դա հասնում է նաև իրանցի երիտասարդությանը
եւ դա օրինակ է թե ինչ պետք է անել եւ ինչ չպետք է անել եւ կարծում եմ այդ օրինակելի այսպես մոտեցումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ, հա։ Հետևաբար այնուամենայնիվ ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց անցումը խիստ ցավոտ է լինելու։ Ինչպես նաև հակառակ բևերից ասում են, որ տարբեր երկրներում արևմտյան մասնավորապես տեխնոլոգիաներով հեղափոխություններ են եղել, գունավոր հեղափոխություններ են եղել, բայց այդ երկրների վիճակը դրանից ոչ միայն չի լավացել, այլև շատ ավելի եթե վատ է եղել կամ եթե նորմալ է եղել, իրականում վատացել է կամ շատ ավելի է վատացել։ Եկեք մի քանի բաներ բեկընդմիշտ ֆիքսենք։ Եթե հիմա սրա հետ կապված էլ ասում են, դա այդ Մոսադն է անում բան։ Ուրեմն եթե երկրի ներսում ամեն ինչ ոչ թե ամբողջությամբ, այլ գերազանցապես նորմալ է, Մոսադ չէ, 10 Մոսադ, մի 20 էլ կենտրոնական հետախուզական գործակալություն ամերիկյան ոչինչ չեն կարող անել։ Իսկ եթե նորմալ չէ, ապա նրանց կարիքն էլ չկա։ Գոյություն ունեն օբյեկտիվ հասարակական process-ներ։ Եվ դրանք այնքան են օբյեկտիվ, ինչպես կենսաբանությունը, ֆիզիկան, եւ նույնիսկ կարելի է այդ ամենը մաթեմատիկորեն մոդելավորել եւ արտահայտել բանաձևերով։ Այդ կոռելացիաները գրաֆիկով եւ այլն։ Սրանք օբյեկտիվ process-ներ են։ Իսկ այդ խոսակցությունները դրանք արդեն դավադրապաշտության ոլորտից են, որը սիրելի զբաղմունքն է համանման ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների, որ մեր մոտ ամեն ինչ լավ էր, արևմուտքից մութ ուժերը, չգիտեմ, մեզ արեցին, են արեցին տեխնոլոգիա եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Մերաբյան, խոսում են շատ վերջերս շատ է չէ տարածված էս, բանը դուք էլ ինձնից շատ ավելի լավ գիտեք, հիբրիդային պատերազմների մասին, որ հիբրիդային պատերազմները հիմա եթե մարդիկ չեն կարողանում այսպես ֆիզիկական պատերազմերով, իրական այսպես պատերազմերով միմյանց դեմ պատերազմել, ապա հիբրիդային պատերազմն է դրան ամբողջ աշխարհում կարծես թե փոխարինում եւ վերջին տեղեկությունների համաձայն այդ 165 միլիոն դոլարի այսպես պատրաստակամությունը Ռուսաստանից արտերկիր բնականաբար շրջանակները ասում է որ հատկապես Հայաստանին տրամադրելու համար ուշադրության կենտրոնում ֆոկուսում Հայաստան։ Հակառակ կողմից ասում են որ ոչ այդ Թուրքիան է փորձում մեծ հասկայական մեծ գումարներ ներդնել որպեսզի այսպես ասած շարունակի Հայաստանի թուրքացումը շարունակի Հայաստանը պահել իր ազդեցության ներքո եւ նաեւ մի կողմից էլ եվրոպական ուղղությունը Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանին դարձյալ նյութական օժանդակություն հատկացնելու վերաբերյալ գալիք ընտրությունների հետ կապված ինչ կասեք այս մասին լայն իմաստով ձեր տեսակետը Գիտեք ինչ այնուամենայնիվ գոյություն ունի իրականություն հա ասելով քիչ է էլի Հիբրիդային պատերազմի մասին առաջինը խոսել է բարձրաստիճան հա քաղաքական գործիչներից, եթե չեմ սխալվում 2007 թե 6 թվականին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար, երևի Միացյալ Նահանգների բոլոր պաշտպանության նախարարներից ամենաինտելեկտուալ քաղաքական գործիչը Ռոբերտ Գեյթսը, Ջորջ Բուշ կրծերի ժամանակ։ Ասելով որ այս տեղեկատվական եւ հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխության պայմաններում առաջիկայում պատերազմները կկրեն առավելապես հիբրիդային բնույթ, այսինքն ոչ ռազմական գործոնների գերազանցապես ոչ ռազմական գործոնների կիրառմամբ Այսինքն պատերազմի նպատակ է դրվում եւ այդ պատերազմը վարվում է գերազանցապես ոչ ռազմական ճանապարհով։ Դե այսպես որ այդ բառի մեջ ինչ որ սարսափելի բառ էլ չկա, չէ՞։ Դե ցանկացած երկիր եւ տերություն առավելևս փորձում է իր ազդեցության ոլորտները կառավարելի պահել, բայց եթե դու դա անում ես պատերազմի տրամաբանությամբ, դա վերածվում է արդեն հիբրիդային պատերազմի։ Այն ինչ Ռուսաստանն անում է ոչ միայն Հայաստանի դեմ,
այլև այլ հետխորհրդային երկրների դեմ եւս։ Եվ այնպես չի, որ Հայաստանն այստեղ բացառություն է։ Այլ հարց է, որ տարբեր ժամանակահատվածներում Ռուսաստանի, այսպես ասենք, ֆոկուսները մեկ երկրից անցնում է մյուսին։ Հիմա նրանք չեն թաքցնում ըստ էության, որ ուշադրության կենտրոնում այս տարի գոնե տարվա առաջին կեսին, այո, կիզակետում լինելու է Հայաստան։ Հիբրիդային պատերազմը, ինչպես ասացի, դա գերազանցապես ոչ ռազմական մեթոդներով պատերազմ է, հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմն է։ Իսկ պատերազմ վարում են ովքեր? Թշնամիները, հասկանում եք։ Եվ շատ կարևոր է այստեղ, որ այդ պատերազմում այն սեգմենտները, այն տարրերը, ովքեր այս պատերազմում գտնվում են խրամատի հակառակ կողմում, շատ տրամաբանական է, որ նրանք ինչ պետք է անեն։ Ասեն, տես բան չկա, դե լավ, դե ինչ պատերազմ։ Եվ նաև քարոզչություն տանեն ուղղված Ռուսաստանի նորմալիզացմանը այստեղի հասարակական ընկալումների մեջ։ Մինչդեռ կրկնում եմ, պատերազմ վարում են թշնամիները։ Իսկ վերջերս մենք տեսանք դրա բացահայտ դրսևորումը, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյա Վլադիմիր Սալավյովը Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ եթերում կոչ արեց Հայաստանի դեմ Ուկրաինայի օրինակով, նաև Կենտրոնական Ասիայի դեմ մի նոր հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Այսինքն նա կոչ արեց ռազմական ուժի կիրառմամբ Հայաստանում գալ եւ սպանել Հայաստանի քաղաքացիներին եւ ավիրել Հայաստան։ Եվ գտնվեցին տարրեր Հայաստանում, խմբակներ, որոնք այսպես անուղղակիորեն, բայց շատ հստակ ողջունեցին այդ հայտարարությունը եւ լծվեցին, այսպես ասենք, դրա հաղորդիչի դերին։ Չեմ խոսում Ռուսաստանում ապրող յան ազգանուններով մի ամբողջ այսպես on-line բանակ, ուղղակի ողջունում էր այդ ամենը։ Եվ չեմ բացառում, որ նրանցից շատերը նաև քաղաքացիություն ունեն Հայաստանի եւ չեմ բացառում, որ նրանց կենտրոնացված ձևով Ռուսաստանից կբերեն հունիսին այստեղ իրենց ուզած տեխնացուներին քվեարկելու։ Հետևաբար այստեղ անելիք ունի պետությունը եւ դա պետք է լինի համարժեք անելիք, որովհետեւ պետության պարտականությունն է ինչպես դասական պատերազմի ժամանակ պաշտպանել իր քաղաքացիներին, հիբրիդային պատերազմի ժամանակ, կրկնում եմ, հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմ է, անել նույն բանը։ Եվ երկուսի դեպքում էլ այո, անհրաժեշտ է հասարակական մոբիլիզացիա, մեր պաշտպանական նարատիվների ճշգրտում եւ հստակ սև սպիտակ տարանջատում եւ պաշտպանական ջրբաժանների կառուցում, բաժանում յուրայինների եւ ոչ յուրայինների։ Հիմա կասեք բաժողովրդավարություն։ Ժողովրդավարության եւ ժողովրդավարական process-ի մասնակից չի կարող լինել որևէ տարր կամ խումբ, որը դեմ է պետությանը։ Ժողովրդավարությունը նրանց համար չէ։ Նրանց համար ժողովրդավարության պաշտպանական մեխանիզմներն են, որոնք պետք է լինեն եւ ժողովրդավարությունը, ինչպես եւ բարին, պետք է լինի բռունցքներով։ Եվ պաշտպանի ժողովրդավարությունը այդ թշնամական տարրերից։ Թշնամիներին ժողովրդավարություն չի հասնում, չի տարածվում նրանց վրա ժողովրդավարությունը։
Սա ուղղակի աքսիոմա է։ Դե նույն ժողովրդավարական Ամերիկայում, երբ 20-ականներին ձևավորվեց հետաքննությունների դաշնային բյուրոն, այն ձևավորվեց ինչի համար, որպեսզի վերանան կարմիր տերորիստական խմբավորումները եւ կազմակերպված հանցավոր խմբավորումները։ Դրան հետո գումարվեցին նացիստական խմբավորումները։ Այո, Ամերիկան պայքարում էր դրանց դեմ։ Այո, նաեւ եղավ այն, որ 20-ականներին էր սովետական Ռուսաստանում արդեն քաղաքացիական պատերազմն ավարտվել էր եւ Միացյալ Նահանգներում կային այսպես սիմպատիզանտներ սովետական Ռուսաստանի եւ դրանց ամենայն ցուրտը տարած առանձնյակներին վերցրեցին, լցրեցին մինավ եւ ուղարկեցին իրենց սիրելի Ռուսաստան, ասեցին գնացեք այնտեղ ապրեք։ Վերջ։ Ի վերջո Հայաստանը համանման քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի այսպես սահմանները չլղոզվեն, հա, թույլատրելի եւ անթույլատրելի, նորմալի եւ աննորմալի, առողջի եւ անառողջի, պետականի եւ հակապետականի։ Ի վերջո, այո, մենք գիտենք, որ շատ ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմներ հաստատվել են ժողովրդավարական մեխանիզմների վրա պարազիտանալու ճանապարհով։ Ժողովրդավարություններն էլ գտնվել են թույլ եւ դա թույլ են տվել։ Եվ ունենք նաեւ փորձեր, երբ տեղի ունեցել հակառակը։ Ժողովրդավարության բռունցքն իջել է ժողովրդավարության թշնամիների գլխին եւ ապահովվել է ժողովրդավարության կենսունակությունը։ Նույնիսկ մենք վերջին շրջանի նման օրինակներ ունենք, այդ թվում նաև եվրոպական երկրներում, Ռումինիայում մենք տեսանք, որ Գերմանիայում եւս եւ դարապես պետությունը, պետության հատուկ ծառայությունները պետք է ծայրահեղական գաղափարներով այդ խմբավորումները, որոնց քաղաքական նպատակներն են ժողովրդավարության ապամոնտաժումը, այո, նրանք պետք է ուղղակի դրվեն հսկողության տակ եւ նրանց գործունեությունը կասեցվի եւ կազմալուծվի։ Իսկ եթե նրանց գործունեության մեջ նաեւ հանցագործության տարրեր կան, ապա դրան արդեն պետք է տրվի պետությունն ունակություն ձեռք բերի, նաեւ օրենսդրորեն ապահովված լինի այդ ամենին քրեաիրավական գնահատական տալու համար իր բոլոր հետևանքներով։ Ասա է ճանապարհը։ Ես տպավորություն ունեմ, որ մեր երկրում դրա անկալումը կա, բայց ես բավարարված չեմ այն քայլերով եւ քայլերի ինտենսիվությամբ, որ այդ գիտակցումը իրացվում է գետնի վրա։ Մենք համակարգային լուծումների անհրաժեշտություն ունենք եւ այդ բանը պետությունն է, որ պետք է անի։ Դա ոչ թե քաղաքական նախապատվության հետ է մասին է խոսքը, այլ պետության պարտականության իր քաղաքացիների առաջ, ովքեր նաեւ հարկեր են վճարում այդ պետությունը պահելու համար եւ օժտում են մանդատով օրվա իշխանությանը այդ պարտականությունները կատարելու համար։ Ես այսպես եմ հասկանում։ Եթե մեր եզրակացնելով, եզրափակելով այսօրվա մեր հանդիպումը, եթե մի քանի կետից այսպես ընդհանրացնեք ձեր մոտեցումները եւ ձեր ուղերձները, ձեր նաեւ տեսակետներից բխող եւ նաեւ ձեր կուսակցության տեսակետներից բխող ուղերձները, ասենք 3-4 կետի մեջ, ինչ պիտի անի Հայաստանը այսօր ըստ ձեզ, որ դառնա ավելի պաշտպանված, ավելի կենսունակ եւ ավելի դիմադրողական։ Հայաստանը պետք է դառնա պետություն, հա, բառիս ամբողջական իմաստով։ Դրա համար այո, պետք են ավելի խորը բարեփոխումներ, անցում եվրոպական ստանդարտների,
որոնք ռեֆորմներ, որոնք նաև օրենսդրությանն են վերաբերվում են իրավապահ մարմիններին, վերաբերվում են կրթական համակարգին, վերաբերվում են հատուկ ծառայություններին, վերաբերվում են արտաքին քաղաքականությանը, վերաբերվում են այդ ճանապարհին, այսպես գոյացած աղբը վերացնելուն, աղբ, որը կոչվում է հայ-ռուսական դարավոր բարեկամություն եւ որը համակարգային թույն է ազատ անկախ հայկական պետության համար։ Այս քայլերը պետք է անեն եւ իհարկե կրկնում եմ ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով։ Մենք այսպիսի պետության ազատ ինքնիշխան ժողովրդավարական պետության կողմնակիցն ենք եւ ոչինչ չենք խնայի դրան հասնելու համար։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան ձեր տեսակետներն արտահայտելու համար։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր զրուցակիցներ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր հետևում են մեր One Talk YouTube-յան ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։